Բոլորին բարի օր կամ բարի երեկո, բարի լույս, գիտեմ ում մոտ ոնց է։ Մինչև հիմնական թեմային անցնել է, որը կլինի 25 պլյուսի ֆորմատով։ Ես ուզում եմ երկու բառ խոսամ էլի մեր հայ, ազգությամբ հայ, հա? Գագիկ Թադևոսյանի հետ, ով ունի յութուբյան ալիք, լավ, ագնոստերս մի պահան է, որ հանգարց միամիտ ոչ մեկի մտքով չանցնի ասի, ագնոստները դրել ես, ագնոցով ես խոսում, եթե այդքան շնորհքով տղա ես առանց ագնոց խոսամ, առանց ագնոց խոսամ։ Ուզում եմ երկու բառով խոսամ Գագիկ Թադևոսյանի հետ, ով հանդիսանում է Քոչարի կուսակցության անդամ, հա? Ինչպես նաև այդ կուսակցության անդամը Արտակ Սարգսյանը, ում ելույթները, ում բառախ մթերքը ես լսել եմ մի քանի անգամ ու վատ տպավորություն չի թողեի մոտ այդ անհատականությունով կոչումը Արտակ Սարգսյան, ևս Քոչարի կուսակցության նախագահ։ Բայց երեք համացանցում ինչ-որ աժոտաժ նկատեցի, ուշուշ եմ մտնում Facebook, հնարավոր է նոր տարուց նոր տարում էլ չմտնեմ, էլի, ջնջեմ գնա, որտեղ դրա կարիքը չկա, խոսքի օրինակ, որպես տարբերակ, այնպես չի, որ հաստատ պետք է ջնջեմ։ Աժոտաժ Facebook-ում նկատեցի, հասենց խոսամ, հետո ագնոստերս դնեմ, որ հանգարց Գագիկ Թադևոսյանը միամիտ Գագիկ Թադևոսյանի մտքով չանցնի, որ մտքով անցնի, որ իմ մասին էլ է տենց արտահայտվի, ճշտել եմ, ճշտելու բան չկա, Գագիկ։ Ես հայ եմ, ծնունդով Արցախից, ապրել եմ Էջմիածնում, հիմա գտնվում եմ Մոսկվայում։ Իմ մոմենտով ճշտելու բան չկա։ Ցանկություն կունենաս զանգի զրուցենք։ Բայց հիմա խոսում եմ քո հետ զուտ են արտահայտության համար, որը երեք մարդիկ համացանցում կիսրել էին։ Երբ որ դու մեղմ ասած վիրավորում ես օգտատիրոջը, ով ազգությամբ եզդի է, հա? Ու իր Facebook-յան էջը կոչվում է Էդո Կայարանցի Տոլի Կայարանսկի, ով իմիջիալոց գտնվում է իմ Facebook-յան ընկերների մեջ։ Իմ ընկերների ցանկում, բայց օբյեկտիվության համար ասեմ, մի անգամ ես այդ մարդու հետ սենց բարև բայլուց տված չկամ։ Facebook-ով, WhatsApp-ով, Telegram-ով, հազար տեսակ կապի միջոցով կա, հա? Ընդ իմով, ես իմ զրուցած չկամ, ես այդ մարդու ձայնը հեռախոսով լսած չկամ, բայց հիմա հարցը Էդոն չի, ազգությամբ եզդի, հա? Հարցը քո ասած արտահայտությունն է։ Խոսում եմ կոռեկտության սահմաններում։ Մի քիչ առաջ ագնոստերս հանածել, որ չասես, մտքովը չանցնի արտահայտես, որ ագնոցները դրել ես, սենց խոսում ես, բան, չէ։ Դու քո բառամթերքի մեջ ասում ես եզդի, եսիմ ինչ, գնա դու քո հոգևորականներին տերեղի, հարգելիս։ Կոնկրետ ես սովորելով 10 տարի դպրոցում ունեցել եմ 2 կամ 3 եզդի, ազգությամբ եզդի համադասարանցի։ Դու ուզում ես ասես, որ եզդի ազգը, հա, ով ապրում է Հայաստանում ապրող հայի հետ եղբայրաբար կողք կողքի, ինչ-որ ավելի վատնա, քան այն նույն խլինք ուտողները, ովքեր գնացել հարձակվել էին Մարիաթոռի վրա, հա? Քո ձևակերպամ, երբ որ դու վիրավորում ես, էլ եմ ասում, ես Էդոյի հետ Facebook-յան ընկեր եմ, բայց հարցս թե Էդոն չի, հարցը այն է, որ դու կպտում ես եզդիներին։ Քո ձևակերպամ դու վիրավորում ես եզդիներին, բայց 44 օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև Արցախյան առաջի պատերազմի ընթացքում 91-ից 94 ազգությամբ եզդի բնակիչները Հայաստանի Հանրապետության ուսուսի տված կռվել են Հայաստանի Հանրապետության համար, Արցախի ազատագրման համար, հա? Ու երբ որ դու ասում ես
դու գործ չունես մեր կրոնից, դու ունես մեկ այլ կրոն։ Հիմա այդ կոնտեքստի մեջ կոնկրետ հարց քեզ, հա, Գագիկ Թադևոսյան։ Եթե իհարկե քիմքին հաճո կհամարես լսես, կամ չգիտեմ, վերլուծես այն ինչ ասում եմ ես։ Ես դրա կարիքը չունեմ, ոչ էլ ես PR-ի հետևից եմ վազում։ Ուղղակի օբյեկտիվ գնահատում եմ իմ տեսակետը, իմ տեսակետից իրականությունը։ 44 օրյա պատերազմի ժամանակ եւ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ ուսուսի տված հայերի հետ կռվել են եզդիները ազգությամբ։ Երբ որ խրամատներում 44 կադրեր կան, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու խաչը մեջքներին իրենց ֆորմին նկարած տղեկը կրակում էին թշնամու ուղությամբ, որ պահեին Արցախի դիրքը, որ պահեին Արցախը հայկական։ Եթե ես շարժվում եմ քո տրամաբանությամբ, եզդին պիտի չկրակեր տղեկի հետ ուսուսի տված, քանի որ ինքը իր պաշտամունք, իր դավանաբանությունը մեկ այլ բան է ասում։ Ինչ է նշանակում դու եզդի ես գնա, յանի քո հոգևորականներին կպի։ Ես մի քանի անգամ Գագիկ Թադևոսյան, ես նայել եմ քո եթերները, հա։ Մտքեր, ճանապարհային քարտեզներ, վերլուծություններ նայել եմ։ Դրա հետ միաժամանակ ես նայել եմ ես վերջերս Աթնասի ծննդավերջերս Արտակ Սարգսյանի խոսելաոճը։ Դուք հա ձեր տեսակետն ունեք, բայց ձեր մտածելակերպի մեջ կա սարուձորի տարբերություն։ Դու քո խոսույթի մեջ, Գագիկ Թադևոսյան, ես էլ ասեմ էլի, միշտ փորձում ես հակառուս խաղալ։ Պուտինը սենց, դուք մեկ այլ ձևաչափով ես ասում։ Ուզում եմ հասկանամ, ասենք, երբ որ դուք կպնում եք Ռուսաստանին, ես Ռուսաստանի դատապաշտպանը չեմ, բայց ապրում եմ Ռուսաստանում, ու փորձում եք որպես տարբերակ, հա, փնովել Ռուսաստանին, էս անել, այն անել, դուք ինչի եք ձգտում, ձեր գերնպատակը ո՞րն է։ Ես իմ համար դա մեծ հետաքրքրություն առաջացնում։ Դուք երբ որ քլնգում եք, հա, վերլուծությունները կազմում դարածի բոգը։ Ասում եք Եվրոպա մետ ենք, Ռուսաստանը քխա։ Նույն ձեր Եվրոպան, որ դուք ասում եք Եվրոպա մետ ենք։ Այսօր ինչ անեմ, ինչ դիրքորոշում ա բռնել, Գագիկ Թադևոսյան, հա։ Նույն քո ասած Եվրոպան, դու ասում ես ռուսու քխա։ Ես էլ եմ ասում, հա քխա։ Եթե մի պահ համաձայնվում եմ քո հետ։ Նույն քո ասած Եվրոպան, ում ասում եք, որպես տարբերակ, պետք է Հայաստանը եվրոինտեգրվի, ես իմ ինչ արվի, ինչ անում ես պահի դրությամբ Հայաստանի համար։ Ու ընդհանրապես ինքը ինչ արե Հայաստանի եւ Հայաստանի նման փոքր պետությունների համար Եվրոպան ձեր ասած։ Ինչ արե։ Կնշես մի քանի կետ։ Վրաստանն էլ լավ ասեց, գնեմ եմ Եվրոպա։ Կորցես, չէ՞, այն իրա տարածքները։ Հետո ճամփից հետ կայնավ, ասեց ինձ Եվրոպա չեն ընդունում։ Այսօր քո ասած Եվրոպան, Թադևոսյան Գագիկ։ Ինչ անում, որ Հայաստանը դուրս գա թրքացման ճանապարհից, որը բռնել է Հայաստանի ներկայիս բոզի տղա իշխանությունը։ Ինչ անում։ Հա։ Ինչ անում, նա քո Եվրոպան։ Ֆինանսավորում է, չէ՞։ Բայց ինչի համար է ֆինանսավորում Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության ավելի կոնկրետ, որ ամեն ձև դուք կտրվեք Ռուսաստանից, դուք թքած ունեցեք 3 միլիոն Ռուսաստանում ապրող հայերի վրա, նրանց ճակատագրի վրա, դուք թքած ունեցեք, որ ձեր տնտեսությունը, տնտեսապես դուք կապված եք Ռուսաստանի հետ, հա, շատ նեղ կապերով, գյուղատնտեսական ապրանքների արտահանում, են, ձեր համար դա նշանակություն չունի, դուք փորձում եք ինչ-որ վերլուծություններ անեք, դուք և ձեր նման մարդիկ, ովքեր ունեն աուդիտորիա, առանց գիտակցելու, որ մեր ազգի մեջ այդ պառակտումը, որ մտցրել է Նիկոլ Փաշինյանը, ով իր այությամբ հանդիսանում է պոռնիկի զավակ, պոռնիկի ծնունդ,
որ ձեռները վերևը բարձրացրե պարում է։ Հիմա հարցակվում է վեհարանի վրա։ Փորձում է իմ, քո, բոլոր աշխարհասփյուր հայերի, հայաստանաբնակ հայերի դավանաբանությանն ու կրոնին արգելք հանդիսանալ, այսինքն թելադրել ինձ իր կամքը, որ ես սխալ եմ արել, որ ասում եմ ամենայն հայոց հայրապետ, վեհապարտեր։ Ես մի հատ սկզբից Նիկոլ Փաշինյանի մտածելակերպով ասեմ մեծն բոզի տղա Նիկոլ Փաշինյան, հետո ասեմ ամենայն հայոց հայրապետ կամ չգիտեմ վեհապարտեր։ Երբ պետք է ասենք մենք բոլորս, չեմ ասեմ կոնկրետ դու, մեր մեջից հանենք այս երկրին փնովելու, այն երկրի գովքն անելու, այդ մոլուցքը, հա? Ռուսաստանը քխա Եվրոպան լավնա, Եվրոպան քխա Ռուսաստանը լավնա, չէ։ Եկեք համակերպվենք այն մտքի հետ ազգովի, որ մենք ենք լավը։ Ինչի ման եմ ասում մենք ենք լավը, որպես տարբերակ։ Քանի որ մենք որպես ազգ, որպես էթնոս, ամբողջ աշխարհին ունենք տված հազարամյակների պատմամշակութային ժառանգություն, որի մասին տեղյակ ես նաև դու, Գագիկ Թադևոսյան։ Բայց դու մտել ես վիրավորում ես կայարանցի Էդոին, կրկնում եմ, ինքը գտնվում է իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ, զուտ նրա համար, որ այդ մարդը եզդի է։ Դու դրանով հանդերձ վիրավորում ես բոլոր են հայերին, Թադևոսյան Գագիկ, ու կոնկրետ ինձ, ով սգում էր Քյարամ Սլոյանի մահը, գլխատված, ազգությամբ եզդի։ Որտև իմ համար Քյարամ Սլոյանը եղել է հայ զինվոր, Արցախի հիմար կռվող, Հայաստանի հիմար կռվող, որ մի հատ այդ երջանկահիշատակ տղու ծնողը մի հատ իրա տղու մարմինը հուղարկավորեց, հետո առանձին գլուխը բերել տվեց հուղարկավորեց, ու Քյարամ Սլոյանի բարեկամը, կոնկրետ չեմ ասի ով, մորթազերծ արեց այն թուրքին, ով գլխատել էր Քյարամ Սլոյանին, ու լավ արեց։ Ես այդ տարբերակ ինձ ավելի սրտիս մոտիկ, ավելի հաճոյ է իմ քիմքին, քանց թե ես լինեմ մատաղացու ոչխարի կարգավիճակում։ Ինձ դա ավելի հաճելի է։ Ես չեմ ուզում լինեմ հերթական անգամ մազապուրծ եղած ազգի ներկայացուցիչ։ Չեմ ուզում։ Հոգնել եմ դրանից, ոչ թե դա իմ ցանկությունն է, որ ես սենց նստել եմ ասում եմ, ես չեմ ուզում, այլ ես հասկացել եմ իմ գիտակցական 40 քանի տարվա ընթացքում, որ մազապուրծ եղածներին քացով խփում գցում են այն կողմ։ Ոնց որ այսօր Հայաստանում ռուլի տանում Ամերիկայի դեսպանն ու եվրոպական դեսպանատները, աչք փակելով Խաղ Բանտարկյանների վրա, որպես տարբերակ։ Հա։ Ու իրանք թքած ունեն, որտեվ իրանց երկրի քաղաքացին չի փակված, իրանք թքած ունեն, իրանք ֆինանսավորում են մի հատ հոգեբուժարանի հիվանդի, ով ձեռքերը վերև բարձրե, ուր որ գնաս հետդ կգամ երկի տակ, անմեղ սունակ պոռնիկի տղու դեմքով պարում էր։ Այդքանը այդ թեմայի մասով, որտև այդ պահը ես էլ եմ Facebook-ում տեսել, երբ որ դու վիրավորում ես եզդիներին, չի կարելի, Գագիկ։ Էլ եմ ասում, այս հարցի շուրջ, կամ ցանկացած մեկ այլ հարցի շուրջ, այս վերջի պահն էլ ագնոսներս անեմ, կցանկանաս զրուցել, ադեկվատ զրուց, ես պատրաստ եմ, ցանկացած հարցի շուրջ զրուցել, էլ եմ կրկնում, ես լսել եմ ձեր կուսակցության անդամ հանդիսացող, նախագահ հանդիսացող, տոլի, չգիտեմ, պաշտոն ազբաղեցնում այդ տղան ձեր կուսակցության մեջ Քոչարի, Արտակ Սարգսյանի խոսելը, չեմ ասում հիացմունք եմ ապրել, բայց խելացի մտքեր ունի այդ տղան։ Դե եկեք, եթե մենք ազգովի կարողանում ենք, հա, սենց խելացի մտքեր արտահայտել, եկեք խոսքից անցնենք գործի, եկեք մեր միջից հանենք այդ մեր մեջի փոքրիկ Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Թադևոսյան, պառակտելու մեր հանրությանը, ինչ եմ ասում մեր հանրությանը, չեմ ասում մեր ազգին,
Որտեղ մեր հանրության մեջ մտնում են նաև մեր եզդի աղբերները, քրերը, ազգաբնակչությունը։ Ու դա տենց է։ Ու կապ չունի, որ դու ապրում ես Գերմանիայում, ես ապրում եմ Մոսկվայում, հա։ Նու ապրում եմ Ռուսաստանում, այս բային արդեն տևական ժամանակ Մոսկվայում եմ։ Եկեք լեզու չդնենք որոշակի հոգեպես բոզի տղեկի բերանը, ովքեր հայկական ծիրանը չծախվելու վաղ Թուրքիայից զանգեր էին ստանում, կուրիրվատ էին անում իրանց, թե ծիրանի հարցով իրանք ստևոնց դվիժենի անեն, գրդոնչի հոգեպես բոզերը, բայց երեկ երբ որ ես Նոլդու Փաշինյան երգը միացած ասում էի Նիկոլ դե բարի, մտե գրառում են արե հայ մնացեք, ու այդ նույն բոզի հոգեպես բոզերը ուսուսի տված եկեղեցու մեր 1700-ամյա եկեղեցու կողը պտտվում էին 10 տիրադավների հետ, հարգելի Գագիկ, հուսով եմ դու ինքդ քո մեջ կխոստովանես, որ պետք չէր կպնել եզդիներին, ցանկացած ազգի մեջ կան լավ մարդիկ և վատ մարդիկ, եթե դու անուն ես դնում մի ողջ ազգաբնակչության, հա, եզդիներին, արի մենք որպես հայ, ես ու դու որպես հայ, մի հատ մեր մեջի կեղտը մաքրենք, մեր մեջի այն կեղտը, որ մի հատ պոռնիկի սերունդ կայնած ասում է, քարո պտի խփենք, կաթողիկոսի գլուխը ջարդենք, այդտենց բոզերին մեր մեջից մաքրենք, հետո սկսենք քննադատական խոսքերով դարձի բերել մարդկանց, ասել, հայր ջան, սենց ճիշտ չի, հա, արի մենք մեր աշկի գերանը հանենք ուրիշի աշկի շուղը տեսնելու համար, ու զուտ իմ սուբյեկտիվ կարծիքով կապ չունի, որ մարդը ազգությամբ եզդի է, ինքը իրավունք ունի պայքարելու և իմ եկեղեցու համար, և իմ դավանաբանության, և իմ քրիստոնեության, և իմ հոգևոր արժեքների համար, էսի մեկ, էսի այդ թեմայով, կարճ կոնկրետ, հուսով եմ Գագիկ Թադևոսյանը կլսի ու ճիշտ կհասկանա իմ խոսքերը, հուսով եմ, որտև ես այսքանը ձևակերպեցի կոռեկտության սահմանները լրիվ պահելով, քանի որ ընդունում եմ այդ տարբերակը, որ հիմա սենց էր պետք, նախապես ներկայանալով, ով եմ, որտեղից եմ ծնունդով, որտեղ եմ ապրել ու հիմա որտեղ եմ, երկրորդ, այսի թողնի նախատոնական եթեր, որի նախատոնական տրամադրությունը անկախ ամեն ինչից ես չեմ կիսում, ես դեմ էլ չեմ, որ մարդիկ ունենան նախատոնական տրամադրություն, Հայաստանում, կամ չգիտեմ, աշխարհի մեկ այլ ծայրերում, էլ եմ ասում, կարանի 25 պլյուս ու պտի լինի 25 պլյուս, որտեղ խոսալու եմ Նիկոլ Փաշինյանի նմանների մասին, ինչ ունենք մենք մեր ազգովի մեր իրականության մեջ, այն աբսուրդը, հայեր ջան, այն աբսուրդի ժանրը, որը արդեն տևական ժամանակ սենց պարուրել է բոլորիս ու մենք սենց ավտոպիլոտը միացրած ապրում ենք, ասել իմ լավ ընկերը, ավտոպիլոտն միացրել ենք, նախապես սամալյոթն քշել ենք, մոյկայա կենենք, հա, ոնց որ ասել է մի հատ անուշ աղբեր, բայց մոյկա չեն անեմ սամալյոթի վրա էտա, բանն շփեմ, որ պրոտիվ обледенения, որ չսարի օդի մեջ, երեք չեմիսոն էլ լսա, ինչ ունենք մեր իրականության մեջ, հիմա երկորից նոր տարի է, չէ, մենք որպես ազգ, որպես ժողովուրդ ոնց ենք մտնում նոր տարվա շեմ, 39,000 դրամ բաստուրմի կիլոն, հա, ունենք իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է 10,000-ով, Նիկոլ Փաշինյանը չէ, բոզի տղեն, այդպես ձևակերպենք, ասում է 10,000-ով բարձրացրել եմ թոշակառուների թոշակը, բայց չեմ տալի, քանի որ իրանք չգիտեն ոնց ծախսեն էդի, էդի ասում է նույն բոզի տղա Նիկոլ Փաշինյանը, նույն բոզի տղա Նիկոլ Փաշինյանն ասում է թոշակառուի տարիքը այն նույն ամենածաղկուն տարիքն է, որ իրանք կարան մանր և միջին բիզնես ստեղծեն, գիժ բոզի տղեն, այսինքն թոշակառուն ստանալով 30-40,000 դրամ թոշակ կամ 25,000, 50,000, ինքը պիտի բիզնես ստեղծի, կոմունալները հեչ, ինքը հաց ուտել չի ուզում, այս իրականությունը թողած մենք մտնում ենք նոր տարվա շեմ, չեմ ուզում փչացնեմ ոչ մեկի նախատոնական տրամադրությունը, բացարձակապես, դրա միտք ոչ միտքն ունեմ, ոչ հավեսը, ոչ էլ ցանկությունը,
Հարց, կան հարցեր, որոնց պատասխանները ես ուզում եմ հնչեցնել, ոչ թե հնչեցնել, այլ հնչեցնել այդ հարցերը ու միգուցե մարդիկ իրանց մեջ այդ պատասխանները կանան տան։ Ազգային ժողովի падգամավորներ, մեծարգո падգամավորներ, աշխատավարձ ստացաք։ Ազգային ժողովի падգամավոր ասելով ես նկատի ունեմ նաև ընդդիմադիր թևի падգամավորներին։ Ստացաք աշխատավարձ։ 13-րդ աշխատավարձ ստացաք։ Պարգևավճար տվին։ Քանի միլիոն դոլար, 3 դոլար եմ ասում, դրամ։ 3 միլիոն դրամի պարգևավճար տվեց ամեն մեկիդ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորին, չէ՞։ 3 միլիոն չէ, լավ, խոսքի թողնի 2 միլիոն 800 000։ Չասեն ԽՓՄ էլի։ Այդպես, դե մեր ազգի մեջ կան, չէ՞, հատուկ մարդիկ մեր ժողովրդի մեջ։ Մտնում YouTube-ում գրում են չեմ հավատում ու պիտի տարա։ Երբ որ ես ասում էի, երբ որ զինվորականը ծառայում է 20 տարի պետության համար, պետությունը պիտի հատկացնի բնակարան, բայց Նիկոլ Փաշինյանը 50-50 անում այդ փողերը։ Մարդիկ գրում էին ու պիտի տարա։ Դուք մի հավատացեք, նորմալ է, այտենց ապրեք։ Նորմալ ապրեք։ Դուք մի հավատացեք, որ չգիտեմ, Արցախում արդեն թուրքերը 2 հատ օդանավակայան են կառուցել, մի հավատացեք։ Մի հավատացեք, որ Զանգեզուրի միջանցքում շուտով Ցորենի կամ եսի միջի անվան տակ պետքա տանկեր ու զինամթերք տեղափոխվի։ Մի հավատացեք։ Չեմ ուզում շեղվեմ թեմայից։ 3 միլիոն պարգևավճար, 3 միլիոն դրամ պարգևավճար ստացող падգամավորներ։ Ունեք փող ծախսելու տեղ։ Հա? Ասեմ։ Ես վստահ եմ, ձեզնից շատերը, օրինակ Աննա Գրիգորյանը 3 չմիսօրը պոստեր հրապարակի Հայաստան դաշինքից։ Այցելեցինք Սյունիքի դիրքեր։ Ինքներ Աղվան Վարդանյանը եւ, եթե չեմ սխալվում, Լևոն Քոչարյանը նշել էր այդ մարդկանց։ Այցելեցինք Սյունիքի դիրքեր։ Լավ, դուք ձեր այցելել եք, լավ եք արել։ Ուզում հասկանամ, ձեր այցելություններով, այս աուրան, այս մթնոլորտը, որ կա մեր երկրում, պարտվողականության սիմվոլը, որ սենց բոզի տղու պես պտտվում է, մեկ պարում է, մեկ երգում է, մեկ ուդարնիկ է կպում, չեք ուզում փոխեք, հա? Համի հարց, մայիսի 9-ին, երբ որ Բագրատ Սրբազանի կողքը հավաքվել էր հազարներով հայեր, առանց կուսակցական պատկանելության։ Այն падգամավորները, որոնք բարձրացան բեմահարթակ, ռուպըրն խլելու Բագրատի ձեռից, իրանք էլ ստացան փող, երբ որ համաժողովրդական ցասումի ալիքը մարեց, հա, ստացաք այդ փողը, լավ եք ծախսում, հա, դուք երբ որ ինչ-որ քայլ եք անում, չեմ ուզում հələ որ վիրավորեմ, դուք ինչի եք մոռանում եւ դուք եւ Նիկոլ Փաշինյանը։ Դե Նիկոլ Փաշինյանի մասին չեմ ուզում ընդհանրացնեմ ձեր հետ, գիտեք ինչ առումով, որտեղ ինքը գիժ բոզի տղա է, բայց ուրիշ բանա որ դու չիմանաս օրենքը ու խախտես, ուրիշ բանա որ դու իմանալով օրենքը դու խախտում ես, էդի կրկնակի պատասխանատվության դու պետք է ենթարկվես։ Հիմա նայեք, կար չէ հստակ տարբերակ Նիկոլին վռնդելու։ Մայիսի 9-ին Սրբազան շարժման ժամանակ դուք միջամտեցիք 3 միլիոն պարգևավճար ստացող падգամավորներ եւ այդ շարժումը մարեց։ Բագրատ Սրբազանն էլ հայրմերն է ասում դատարանում։ Մնացեք խաղաղությամբ։ Գալիս է հարցականության, դատական նիստին ժողովրդին է բարևում Շուշի տեսքով, հա։ Բան չեմ ասի Բագրատ Սրբազանին մի առումով, որ իմ եկեղեցու հոգևորականն է։ Բայց այդ շարժումը պիտի պսակվեր հաջողությամբ։ Ովքեր բարձացան բեմ, աշխատավարձ ու պարգևավճար ստացող падգամավորներից, քանիսը բարձացան բեմ, որ մի սրեք իրավիճակը մենք գնում ենք impeachment ձևակերպենք։ Կային դες մարդիկ, կային չէ։ Բա ոնց եք։ Հա։ Ոնց եք դուք հիմա ձեզ զգում։ Ես ինձ որպես հայ նվաստացած եմ զգում։ Ձեր կողմից չէ։ Ես ինձ պարտված չեմ զգում։ Պարտվել եք դուք։ Առաջնահերթ պարտվել է Նիկոլը Ադրբեջանին,
եւ դիվանագիտական ոլորտում, եւ պատերազմի ոլորտում։ Դուք էլ պարտվել եք Նիկոլին։ Սխալ եմ ասում։ Եթե դուք չեք պարտվել Նիկոլին, Նիկոլն ինչ գործ ունի վարչապետի աթոռին։ Բայց դուք բոլորը ձեր բռնած, դուք բոլորդ, չեմ ասում պասաժիրի одного корабля, որտեղ ձեր մեջ կան լիքը դաստոյնի մարդիկ, հայրենասեր մարդիկ։ Դուք բոլորը ձեր բռնած մոռանում եք շատ աննշան, բայց հզոր պարագա չէ, գործոն։ Դուք մոռանում եք, որ Հայաստանի ազգաբնակչության, ընդհանրապես հայ ազգի մեջ կա մի հատված ազգաբնակչության, առայժմ ցաքուցրիվ ես էլ ասեմ, բայց քիչ-քիչ համախմբվող, մի գաղափարի շուրջ։ Չէ, ես նկատի չունեմ են բարձրաստիճան զինվորականներին կամ են դեսպաններին, ովքեր Նիկոլի գործ տալու պահին իրանք նիկոլական էին, հենց Նիկոլն իրանք զրկմա պաշտոնից, իրանք ընդդիմադիր են դառնում, չէ, ես այդ մարդկանց հետ չեմ։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր, ասել եմ նախապես 25+, խեռները սրած, արական սեռը։ Ձեզ վզից ծսցնելով լարելու է։ Ասեմ կուրսիլն եք։ Ես իրենց նրանց խոսքեր չի, գիտեք խի։ Որտե դուք այդքանը չեք հասկանում, դուք այդքանը չեք գիտեք, դուք մտածում եք Նիկոլը կարա խաղա ամերիկական կինոների պես պլախոյ պալիցեյսկի, դուք գա խաղաք խարոշի պալիցեյսկի, ցասումն մարեք ազգի, ոչ։ Դուք մտածում եք դուք բոլորը ձեր տված, որ դուք ընձի կարաք համոզեք, որ ոստիկանը, ով կրում է յանազգանունը, բարոյական իրավունք ունի հայ ծնողին ոտու ձեր բռնած երրաբլուրից իջեցնի տանի մցնի ոստիկանական ուազիկը, սխալվում եք։ Հələ դուք պատկերացրեք, այդ ծնողների երեխեքը մի ժամով վերակենդանանային։ Գիտեք ձեր քանիսի մաման կքունեին տեղում, հա? Լիմոն չի կքաշեն մտնեն ձեր մեջ։ Հասկանում եք դուք ինչ եք անում, արա։ Հասկանում եք դուք իմ հայի, մենակ ես չեմ հայ, դուք էլ եք հայ, ցավոք սրտի։ Հայի արժանապատվության գործոնը Իշքան ցածրեք բերեիչսրե, հա, գիտեք այդքանը, գիտակցում եք գոնե, դուք ձեր բռնած փորձում եք ընձի համոզեք, որ ես պետք է գլուխս կախ ապրեմ, ես պետք նորմալ նայեմ նրան, են փաստին, որ բացի նրանից, որ մի հատ հոգեկան բոզի տղա ձեր սաղին կալանավորում է, ու դուք ամեն մեկը գոռում եք մայա խատասկրայու, կլուշնիկի հետ լեզու կգտնեմ, տուլիկն կգա, առանց հասկանալու, որ ցախավելի օրինակի վրա նման պետք է ճիպոտների պես միասնական լեք, եթե դուք իրոք սիրում եք երկիրն ու հայրենիքը։ Չէ, ամեն մեկը ձեր էշն է քշում մի կողմ։ Դուք ինձ փորձում եք համոզել, որ ես հանգիստ նայեմ այն ամեն ինչին, որ հայ ոստիկանը, ովի ցավս ինձ կրում է յանազգանունը, կարա սպիտակ մազերով երեխու կորստից 1 տարում ծերացած, 6 ամսում ծերացած հայ կնոջը, հայ մոր կերպարը աղավաղելով աշխարհի աչքի առաջ տանի մցնի ոստիկանական ուազիկի մեջ, հա? Ինչա երրաբլուրը այցելում ով? Երրաբլուրը երրապատկող համահեղինակ բոզի տղեն, հա? Կամ Հովիկ Աղազարյանի նման պոռնիկի տղեն? Կամ Հակոբ Ասլյանի նման բոզի տղեն, կամ Ալեն Սիմոնյանի նման պոռնիկի տղեն, հա, էդ այն բարոյական նկարագիրը ձեր ասելով, խեռս կերել եք, դուք տենց եք մտածում, ես ասում եմ խեռս կերել եք, եթե դուք կարակնձի համոզեք, որ ես այդ ամեն ինչին պետք է հանգիստ նայեմ, հա, հասկանում եք, ու իմիջիալոց, երբ որ դուք հիմա ձեր այդ ճամբաների մի մասը, խոսքի Նիկոլ Փաշինյանը, հույս ունի, որ խոսքի ունա 26 թվի ընտրություններին ինքը հելնի գոռա նախկիններ, ճենջեր, չգիտեմ, էտա եսի մինչեր, հա, թալանել են, կրփել են, չրփել են, այնցից են տվեք, էտա ես, էտա հզոր վարչապետ, խեռս կերել ես Նիկոլ Փաշինյան։
Բայց քո հետ միաժամանակ խեռս քոքից բռնել են գիտես ովքեր։ Ովքեր հականիկոլ խաղալով ժողովրդական ցասումը փորձելու են մարեն։ Հասկացաք, հա, թե չէ։ Են որ 75,000 եվրոյի շոտ են փակում կաֆեներում։ Մի հատ լանչ են անում։ Անվանական չասեն, հասկացողը կհասկանա։ Մի հատ ուժին են անում 75,000 եվրո։ Հագին։ Բայց իրանք անձի Նիկոլ են։ Դու գիտեք, այդ ոչ մի բանից կուրսի չենք, հա, մենք մեր էտա խլինքի հետ խաղալով մեծացա ապրել ենք, հա, այդ մալակ մտածեք, այ չենջեր, ընտրությունների ժամանակ մեծարգո կապիկներ, ժողովրդի մեջ լինելու է, եթե մենք հասնենք այդ օրվան իհարկե, ազգովի, լինելու է մի հատված, ով չի ունենալու ոչ թե չի ունենալու կորցնելու բան, ինքը մարդ միշտ էլ ունի կորցնելու բան։ Ով, ավելի եթե ճիշտ ձևակերպեմ, չի ուզում իր նախնիների գերեզմանը թուրքը պղծի։ Այ այդ հատվածն անելու ընտրությունների ժամանակ ժողովրդի մեջ։ Ով չի ուզում, լսելով Նիկոլ Փաշինյանի խոսույթը, որ դուք պետք է չասեք թուրքը որտե գա կանգնի, նայելով Նիկոլ Փաշինյանի ցիլոյին ու ռուպերին, Իրանցի պատնապահով է։ Չի ուզում իր պապու տատու գերեզմանը թողի սահմանից այն կողմ, քանի որ մի անմեղսունակ պոռնիկի տղա, ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան, պիտի հայ հանրության մեջ փորձի քարոզել միտք գաղափար, որ մենք դելիմիտացնում ենք մեր երկիրը, առանց մեր հանրությունը չի հասկանալու, որ մենք արդեն իսկ շատ շուտ դելիմիտացված երկիր ենք, մենք դելիմիտացված սահմաններով մտել ենք ՄԱԿ, դառել ենք Միացյալ Ազգերի կազմակերպության անդամ երկիր։ Չհասկանալով, որ մենք արդեն ունենք հստակ ֆիքսված սահմաններ, իր ծնողի, իր պապու գերեզմանը թողելու է, որ թուրքը գա պղծի։ Ոնց որ պղծեցին Վազգեն Սարգսյանի արձանը, իսկ Արամ Սարգսյանն այսօր ասում է, ինչ վատ կլինի, թուրքի հետ առևտուր կանենք։ Իրա 6 նոստն էլ շոֆերն ասում է լավ է լինելու, գրառում է գրե հայ մնացեք, ու մեկը չի ասում այ ճլորած խեր, են շիբուրաշկի պես որ նստել է իր խանութի մեջ, 4% հավաքած գյոտլակ, լավ է լինելու, են որ գլուխը ֆրցրած հարութին փախնում էր լրագրողից, որպես ինչ է իրեք այ խերրից ծայր, վեհանի վրա արշավին մասնակցում, հա? Կաթխիկոսը ծսցնի քեզ, եթե կուզենա կաթխիկոսը, բայց այդքան անճաշակ չի գարեգի երկրորդը, հա? Ինչ եք անելու, հետարքիր է, էլի փորձելու եք ձեր այդ խարոշի պլախոյ պալիցեսկի կարգախոսի անվան տակ, փորձելու եք սաղցնել, Նիկոլին կամ ձեզնից որևիցե մեկին չէ, կամ է շատ հետարքիր պատմություն, դա ես 3 եմ լսել։ Ու էսի վերաբերվում այն ֆեյսբուքյան բոլոր ընկերներին, ովքեր հանդիսանում են այս ինչ մարդու աջակիցը, այն ինչ մարդու աջակիցը, իրանց համար այդ մարդիկ մեկի հիմար հաղթանակած նախագահ, մյուսի հիմար պատվախնդիր նախագահ, հարգելի ընկերներ ջան։ Ինչքան էլ ես, դուք, բոլորը, հա, ամեն մեկը յուրովի, փորձենք վերցնել աստվածացնել, չգիտեմ, ինչ ցույց տամ։ X անհատականությանը զաժիգալ կա, Վալբրիսից ստացած։ X անհատականության եթե մենք փորձենք աստվածացնենք, մենք դրանով մեր երկրում առաջացած այդ առաջ եկած խնդիրները չենք լուծում։ Հին Հռոմում եղել է օրենք։ Օրենսդրության մեջ գրված եղել օրենք։ Հա? Նոր ընտրված այն Ցեզար են ասում, չէ՞, Հռոմի ինչ կառավարիչ։ Նոր ընտրված Հռոմի կառավարիչին սենատը, հռոմեական սենատը ինչ էր ասում։ Ասում էր դու պիտի նստես այն աթոռի վրա Հռոմը կառավարելու դեպքում, որը կարված է այն ղեկավարների կաշվից բառիս ամենաուղիղ իմաստով, ովքեր սխալ որոշումներ են կայացրել ի վնաս պետության։
Հիմա Հայաստանի եկող ղեկավարը պատրաստ է նստի այդ աթոռին։ Որ այդ աթոռի վրա պետք է լինի Նիկոլ Փաշինյանի կաշին։ Այն որ այնքան լոճ է, որ ոռիծակը եկե հասել է ճակատին։ Էդի однозначно տենց է։ Բայց դուք պատրաստ եք արդյոք ձեր քաղաքական լիդերների, ղեկավարների կաշվի մի մասն էլ տենակ այդ աթոռի վրա։ Հիմա կասեք չէ։ Ամենայն հարգանքով ձեր բոլորի հանդեպ։ Բախի չէ։ Դուք կասեք իրանք անսխալական են եղել։ Ես կարամ կես վայրկյանում համոզեմ ձեզ, որ դուք սխալ եք մտածում։ Եթե իրանք անսխալական են եղել, Նիկոլ Փաշինյանը ինչ գործ ունի այդ աթոռին նստած։ Հա։ Նիկոլ Փաշինյանը ինչ գործ ունի այդ աթոռին նստած, եթե Հայաստանի նախկին բոլոր իշխանավորները, նախագահները եղել են անսխալական։ Բայց այդ կաշվի, այդ կառավարական աթոռը, որը պիտի պատված լինի Նիկոլ Փաշինյանի կաշով, լրիվ ամբողջությամբ, ու դրա վրա նստողը պիտի նստելուց առաջ գիտակցի ու հասկնա, որ հաջորդը, եթե ինքը մի հատ սխալ որոշում կայացրեց ի վնաս Հայաստանի սահմանների անձեռնամխելիության, հայ ժողովրդի բարօրության, ձեռ առավ իմ ժողովրդին, ձեռ առավ հային որպես ազգ, իր հաջորդ իր կաշին են քաշելու այդ աթոռի վրա։ Նստելուց առաջ ինքը պետք է հասկնա, գիտակցի։ Բայց այս խոսույթին, այս իրավիճակին դուք եք բերե հասցրել, ես չեմ բերե հասցրել։ Ձեր պասերով, խաղերով։ Ես իմ հիշելով հիշում եմ մենակ մի պատգամավոր, ավելի ճիշտ նախկին պատգամավորուհի, ով ներողություն ա խնդրել, ասել է հայր ջան, ինձ կներեք, որ ես Նիկոլ եմ աջակցել, դա եղել է Նաիրա Զորաբյանը։ Ձեզնից քանիս է ներողություն խնդրել, որ 18 թվին դմդմփու էին անում Նիկոլ էին բերում։ Հա։ Սերժը վատներ, բան չունեմ ասել, գնինք մի կողմ այդ թեման։ Вообще վատներ Սերժը։ Բայց Սերժի վաղտով դուք ունեք հայկական Արցախ։ Լավը չէր Սերժը։ Նիկոլի հերը ռուսերեն լեզվով այդ պորրիկի տղու ծնողը ասում է մեր ազգի մեջ ես կան խելացի մարդիկ, ինք իրա բերանով։ Լավ կլինի, որ մեր ազգը ավելի խելացի մարդ ընտրի։ Այսինքն նամյոկա կենա, ջոգես, որ իմ մեծացրածն բոզի տղա է։ Չէ, էյֆորիայի մեջ։ Հիշում ենք, չէ բոլորս։ Մատի մի ճտոցով այրոպորտի աշխատողները ոնց էլ ան փողոց փակին։ Լուժ աշխատողները։ Զորամասի դռներ բացվան։ Մարդիկ, ովքեր գոռում էին քայլ արա Մերժի Սերժին, ամենաբարձրն էին գոռում։ Այսօր Հակա Նիկոլեն։ Խի։ Դուք երբևիցե ինքներդ ձեր խղճի հետ խոսելով, հա։ Օրինակ, ինձ մի հոգի շատ շուտ ասել է, ամեն իրիկուն ես ինքսի հետ խոսում եմ օրվա ամփոփում։ Այդ սովորությունը իմ մեջ էլ կա արդեն։ Ես փորձում եմ քնելուց առաջ հասկանամ, այսօր ես ինչ եմ արել, կամ վաղը ես ինչ եմ անելու։ Դուք ինքներդ ձեր հետ խոսելով կարողանում եք գոնե մի պահ ձեզ բռնեք ինքներդ այն մտքի վրա, մի անգամ ձեր Facebook-յան էջով կամ գրառման տեսքով, չեմ ասում վիդեո նկարեք։ Ներողություն խնդրեք հանրությունից, որ դուք Նիկոլ բերեցիք, չէ։ Բայց դուք ամենաբարձրն եք հրապարակում գոռում քայլ արա Մերժի Սերժին։ Դուք ծափ էիք տալի, երբ որ Նիկոլի լնգուլավազ բոզի տղեկը դագաղները տանում դնում էին հանրապետականների դռների առաջ։ Սխալ եմ հիշում։ Դուք ճիշտ է հիշեք, բացեք YouTube-ը նայեք։ Էլ եմ ասում, լավը չի Սերժի, վсё, հարց չկա, լավը չի։ Բայց ձեր արածն ինչ էր։ Մերժը մեկ Սերժին, Նիկոլ չբերեիք։ Չբերեիք Նիկոլ, դուք եք բերել Նիկոլին։ Ու ամենաբարձր այսօր դուք եք գոռում Նիկոլին պիտի մենք վռնդենք, մենք ենք արժանապատիվ ղեկավարները, դուք եք բերել Նիկոլին, դուք եք Մերժը Սերժին։ Սխալ եմ հիշում, չէ։ Ինչևէ, այս նախատոնական թոտենց հնչի, ուղիղ եթերի իմաստը միայն մեկն էր, նախ որ սենց հեռակա ձևաչափով ես խոսեի անոնսի տեսքով Գագիկի հետ Թադևոսյան, երկրորդ, ես ուզում եմ, որ մեր այս եկող տարում մեր ազգը վերջապես նոր տարու սեղանի շուրջ բաժակ բարձացնելուց
իր հարազատների, ընկերների, բարեկամների հետ։ Հա։ Աստվածտա բոլորդ էլ երջանկություն ունենաք, չգիտեմ, ընտանիքներով հանդերձ նշեք, ուրախությամբ դիմավորեք, ուրախությամբ մտնեք նոր տարի, ամեն մեկը ձեզ հարց տակ։ Ես վաղը, մյուս օրը կամ երեկ, որ ես լսում էի ու լայք էի դնում մարդկանց, ովքեր իրանք տեսակով հանդիսանում են անբարոյականության մարմնացում։ Սենց անուններ կարամ թվեմ լիքը, Գնել Սարգսյան, Ռոման Բաղդասարյան, Լոսիկ Հիսո։ Միգուցե ես որպես հայ, այդ խմելուց առաջ, դեկտեմբերի 31-ի 12-ի գիշերը, միգուցե ես բաժակ խփելուց առաջ, միգուցե ես որպես հայ հասկնամ, որ եթե մենք որպես ազգ, որպես էթնոս ուզում ենք գոյատևենք, պետք է մենք միասնական լինենք։ Մեր մեջ պետք է չլինի ոչ քոչարյանական, ոչ սերժական, ոչ, չգիտեմ, նիկոլական, այդպես բան պետք է չլինի մեր մեջ։ Մեր մեջ պետք է լինի մեկ տարբերակ։ Իմ կարծիքն է, կուզեք համաձայնվեք, կուզեք ասեք, կարակ ասեք սիկտիր էլի, ես նիկոլական եմ կամ ես քոչարանական եմ, մնում եմ քոչարանական։ Մեր ազգային գաղափարախոսության մեջ պետք է արմատավորվի մեկ ընդհանուր գաղափար, բոլորի մեջ, եւ Հայաստանում ապրող եւ Հայաստանից դուրս։ Ես հայ եմ, հա։ Ես Արցախում չեմ պարտվել, քանի որ եթե ես որպես ազգ պարտված լինեի, իմ եռաբլուրը եռապատված չէր լինի, փաստացի։ Որևիցե մի ազգ կփորձի վիրավորել իմ ազգային արժանապատվությունը, ես այդ ինձ վիրավորողի լավը իրավունք ունեմ եւ բարոյապես եւ հոգեպես եւ մարմնապես քունեմ տեղում։ Դուրս եկեք ես լեթարգիկական քնից, լեթարգիկ քնից։ Մի հավատացեք ոչ մեկին, ինքներդ ձեզ սկսեք հավատալ։ Որտեվ մենք այն ազգի ներկայացուցիչն ենք, ով ունեցել է Մովսես Խորենացի, հա, Մեսրոպ Մաշտոց, ում նկարը այսօր Բոզի տղա Նիկոլ Փաշինյանի օրոք պահված է QR կոդերի տակ։ Ներսե Շնորհալի, Խրիմյան Հայրիկ։ Բայց այսօրվա իրականության մեջ մենք ազգովի եկե համակերպվել ենք այն մտքի հետ, որ մենք ունենք մի հատ Բոզի տղա ղեկավար մեր երկրին, ով ծպտուն չի հանում, երբ որ Մարշալ Բաղրամյանի արձանն են պղծում Արցախում։ Բայց վերցեք նայեք Մարշալ Բաղրամյանի կենսագրականը, ծնվել է Արցախի Չարդախլու գյուղում, հա, Արցախը տվել է 5-ից 7 հատ մարշալներ, Արցախը, ու Արցախը լինելու է, ժամանակը գա լինելու է հայկական, ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլ նաև Դաշնային Ղարաբաղը, իր 7 գյուղերով շրջաններով։ Բայց դա միայն մի դեպքում, երբ որ մենք ունենանք միասնականություն։ Ոչինչ, Մարշալ Բաղրամյանի, ով եղել է ԽՍՀՄ մարշալ, արձանը պղծելու պատասխանը ռուսը կտա, դուք մի ներվեք։ Այն ռուսը, որին դուք ասում եք քղ, հա։ Այն ռուսը, որին դուք ասում եք արի մեզի փրկի միաժամանակ։ Այն ռուսը, որի երկրում դուք հացի փող եք աշխատում, ուղարկում եք ձեր Հայաստանում ապրող բարեկամին, որ ինքը լուծի իր առօրյա խնդիրները, բայց այդ նույն ձեր բարեկամը հլմա եվրոպական դրոշը բռնում ասма Պուտին մնե վրակ, առանց հասկանալու, որ վտանգում է ինքը այդ քայլով քո անվտանգությունը, դու ես հաց աշխատում Ռուսաստանում, ինքը Աբրման Նիկոլյան Հայաստանում, այդ մտածելակերպը պիտի փոխվի մեր մեջ։ Խի, Մարշալ Բաղրամյան, ազգանունը Յան, ազգությամբ հայ մարշալ, Չարդախլուից։ Խի մենք այդքան ընկած ազգ ենք, որ մենք պետք է ձեներս կդրած սպասենք, որ Նիկոլ Փաշինյանը չի թողում, որ մենք վազմուշացալ ենք, հա? Խի Նիկոլ Փաշինյանն ով է։ Նիկոլ Փաշինյանն ով է, որ ինձ պետք է չթողի, որ ես իմ բողոքի ձայնն արտահայտեմ, ասեմ Բաղրամյանի արձանը պղծող լավդ քունեմ ես։ Ասեմ, պետք է հաստեղն էլ անեմ։ Խի չէ որ։ Այդքան մեծ չեմ տարիքով, մեկ-մեկ կայնմա։ Բոբոկ մեղեր։
Կատակի չեմ ուզում վերացեմ։ Դուք ցույց կտաք աշխարհում մեկ ազգ, մեկ պետություն, մեկ էթնոս, որ իր ազգային մարշալի, ազգային հերոսի հուշարձանը պղծում են, մեկ այլ ազգի ներկայացուցիչներ։ Այդ ազգը համակերպվում է իր երկրի ղեկավարի խոսույթի հետ, ասում է մենք ձեն չանենք, մենք գտնում խաղաղության։ Այտենց ազգ կարա ցույց տակ բացի Հայաստանից։ Հա? Չէ, դրա համար եմ ասում, բաժակ բարձրացնելուց առաջ ինքներդ ձեզ խոսք տվեք։ Ասեք ախպերներ քրեր, մենք մի ազգ ենք։ Մի գենետիկան մեր մեջ կրող։ Ոչինչ, սխալվել է մարդու համար։ Այս նախկին ներկա բառախաղի արդյունքում մենք կորցրեցինք հայկական Արցախ, որը ազատագրվել էր հայի արյամբ, որը պահվել էր հայի արյամբ, հայ սահմանապահ տղեկի արյամբ, կյանքի գնով։ Ու հիշեք Աբաջան Ռոբերտի խոսքերը, այս դիրքը հանձնողի մերը քուն եմ։ Ու խմեք Աբաջան Ռոբերտների կենացը, խմեք Տարոն Անդրեասյանների կենացը, ով մենակ կանգնած 6-7 հոգու դեմ ասում էր մինի բաիմսը вас трусы, блядь, շակալը вы ёбаный в рот։ Ու հերոսի մահով է տղեն զոհվավ։ Որտեվ ինքը դաստիարակվել էր հայի հոգով, ինքը դաստիարակվել էր հայի գենետիկայով, իր մեջ եռում էր արունը։ Այդ պահին ինքը չառաջնորդվեց Նիկոլ Փաշինյանի խոսույթով, որ Գորիս Կապան ավտոճանապարհով որ անցնեք, Նիկոլի ԱԱՑ-ն էր վախտին հրապարակ է։ Էս էլ ձեզ հեռախոսա համար։ Զանգեք մենք ձեզ գանք փրկենք, կամ որ ձեր վրա կրակում են, մի կրակեք, զանգեք շտաբ, Էդվարդ Ասելյան Բոզի ստաղում։ Ասեք կրակենք, թե չէ, ընկերս անդամենը զոհվեք ողս։ Այնտեղ առաջնորդվում էր իրական հայի սկզբունքներով։ Տարոն Անդրեասյանն էր ուզում ապրեր, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Ալբերտ Հովանիսյանը, ով հացը ձեռը գաուբիցի պարանն էր քաշում, որ սնայրադներն էթար։ Բայց այդ տղեկի պատասխանը ով պետք է տա։ Դուք մտածում եք անցել է մի քանի տարի, պատասխան պետք է տվող չլինի, պետք է տաք։ Պետք է տաք, անցնի 20 տարի էլ պետք է տաք։ Էլ եմ ասում, ու են ոստիկանները, ովքեր եւս մեկ անգամ իրանց մտքով կանցկացնեն հայ ծնողին, լինի դա հայ կամ մայր, կամ տատիկ, կամ մորաքույր, ոտու ձեռ առած խայտարակելով մեզ ազգովի մի ողջ աշխարհի առաջ, մի ողջ աշխարհի, որ հայի եղունգը չարժի։ Արա դուք ձեր մեջ փոխեք էլի, հայը նվաստ ազգ չի, հայը գլուխը կախ ապրելու իրավունք չունի։ Սրանք խոսքեր չեն, դուք ձեր մեջ էդի ինքներդ ձեր հետ խոսացեք։ Թուրքնովա որ մենք կզած ապրենք Թուրքի առաջ։ Նիկոլնով որ ես Նիկոլին լսեմ, Նիկոլի սաղուսատկծը քունեմ ես։ Խաղություն ենք բերեմ, ցորեն ենք բերեմ, բենզին ենք բերեմ։ Կողխեմ բերածդ, քեզ էլ վրեն։ Այդ բոլոր տղեկը ուզում էին ապրեին։ Ուզում էին ապրեին, իրոք, այդ տղեկը կյանքը եռում էր իրանց մեջ։ Այդ տղեկը դեռ պիտի սերունդ տային։ Ինչպես նաև են 5-6 հազար երեխեն, ում նկարներին ամեն անգամ նայելով ես փորձում եմ թերթեմ արագ անցնեմ, չեմ կարող եռաբլուրի այդ նկարներին նայեմ, չեմ կարող։ Այդ տղեկից մեկն էլ իմ աղբերն էր։ Հարազատ աղբերս, որ 44 օրյա պատերազմի բոհով անցավ, բենզինի պայթյունից զոհվեց։ Բենզինի մարել այդ պատասխան տալու, որ մինչև մի ոչ մեկ չի դատվե։ Դուք դրա համար պիտի պատասխան տաք։ Բայց դուք մոռանալով բենզինի պայթյունից վառված հարյուրավոր արցախցիների ցավն ու կսկիծը, որոնց թվին պատկանում եմ նաև ես, դուք այսօր գովազդում եք ադրբեջանական բենզինը Ռանոյլ բենզալցակայներից։ Լսեք, քշեք, բան չունեմ ասեմ։ Վաղը որ խելացի ղեկավար հայտնվի Հայաստանի ղեկին, երբ որ խելացի ղեկավարին դայաղ արին, ասին Նիկոլա Զանգեզուրի միջանցքը տվել է, պետք է բացես, հա? Ասի հարց չկա, բացում եմ, բայց իմ կոնտրոլի տակ։
ու ամեն անցնող դառնող բեռը պետք է բացեմ։ Բացում եմ ցույց եմ տալի աշխարհին, նույն Ամերիկային։ Ասում նայի գյուղատնտեսական ապրանքների անվան տակ զենք է տեղափոխում։ Պարոն Թրամփ, նայի տանգ է տեղափոխում։ Կարամ հմիս դրա լավը քունեմ։ Թրամփը կասի, ոչ թե կարաս, այլ պետք է քունես։ Հասկացա։ Այդ է դիվանագիտությունը։ Երևի այսքանը։ Եվս մեկ անգամ։ Չնայած ես չունեմ նախատոնական տրամադրություն, ու մտքիս կա նոր տարին մտնելուն պես երևի Facebook-ից չնջեմ։ Բայց ես ուզում եմ մեր ազգը, անկախ իր կուսակցական պատկանելությունից, աշխարհի ցանկացած կետում գտնվող հայը միշտ հիշի, որ ինքը գլուխը կախ ապրելու իրավունք չունի։ Քանի որ ինքը իր գենետիկայի արյան մեջ, երակներով հոսող արյան մեջ, կրում է Ալբերտ Հովանեսյանի արունը, Տարոն Անդրեասյանի արունը, Ռոբերտ Աբաջյանի արունը, Մոնթեի, հա? Արունը, գենետիկան է կրում իր մեջ, Սպիտակ Արջի, Արայիկ Խանդոյանի, մենք բոլորս մի գենետիկա ենք կրում իր մեջ։ Ուղղակի ժամանակին փորձեք օգտվել ձեր ուղեղի գործ բջիջներից։ Մի կողմ դրեք այդ ականները։ Իսկ այն 3 միլիոն պարգևավճար ստացող բեմի վրա կապիկ խաղացող պատգամավորներին վերջի աշխատավարձ տնի, որ մի ողջ ժողովրդի ցասում մարեցիք, իմպիչմենտ եք ան, հա? Զանգելու եք Նիկոլ Փաշինյանին, նոր տարի շնորհավորելու եք, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի ստորագրած թղթով եք ստացել պարգևավճար։ Բա ձեր 13-րդ աշխատավարձը դուք իրոք ընդդիմադիր եք, նվիրեք մեր տղեկի պրոթեզավորմանը։ Քիչ եք ան, հա։ Խոսքով եք ընդդիմադիր։ Լավ, այդպես էլ մնաված չի։ Երևի այսքանը։ Եվս մեկ անգամ բոլորի եկող ամանորը շնորհավոր լինի։ Լավ եք։